Իրանը վերաբացել է իր օդային տարածքը գրեթե 5 ժամ տևած ժամանակավոր փակումից հետո, հայտնում է Reuters-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային ավիացիայի վարչության տվյալներով օդային տարածքը փակվել էր չորեքշաբթի օրը բոլոր թռիչքների համար բացառությամբ հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթների։ Սահմանափակումները հանվել են մոտ ժամը 22-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի վերջին շահի վտարանդի որդին Ռեզա Փահլավին չի կարողանա բավարար աջակցություն ստանալ իշխանությունը ստանձնելու համար։ Reuters-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Փահլավին բարի է թվում, սակայն պարզ չէ, թե ինչպես կընկալվի իր երկրում եւ արդյոք իրանցիները կընդունեն նրա ղեկավարությունը։ Թրամփը չի բացառել, որ բողոքի ցույցերի արդյունքում Թեհրանի ներկայիս կառավարությունը կարող է տապալվել, սակայն ընդգծել է, որ ցանկացած ռեժիմ կարող է տապալվել։ Նրա խոսքով, անկախ զարգացումներից Իրանը մտնում է հետաքրքիր ժամանակաշրջան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ցուցարարներին կախաղան հանելու որևէ ծրագիր չունի։ Fox News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ նման քայլերի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ շատ կոշտ գործողություններ կձեռնարկի, եթե Իրանը սկսի մահապատիժներ կիրառել ցուցարարների նկատմամբ։ Թրամփը նաև նշել է, որ վերջին տվյալներով բողոքի ցույցերի ճնշման ընթացքում սպանությունների թիվը նվազում է եւ լայնածավալ մահապատիժների ծրագիր այս պահին չի նկատվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի ձգձգման պատասխանատվությունը կրում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել գրեթե 4 տարի շարունակվող պատերազմը։ Կարծում եմ Ուկրաինան պակաս պատրաստ է համաձայնության գալ, նշել է Թրամփը։ Հարցին, թե ինչու բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, նա կարճ պատասխանել է Զելենսկի։ Ուկրաինայում էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն կհայտարարվի ռուսական հարվածների ծանր հետևանքների պատճառով։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ընդգծելով, որ վնասները խորացել են նաև վատթարացող եղանակային պայմանների հետևանքով։ Նրա խոսքով վերանորոգման խմբերն աշխատում են շուրջօրյա, իսկ Կիևում կստեղծվի մշտական համակարգող շտաբ։ Զելենսկին նշել է նաև, որ կառավարությունը կուժեղացնի միջազգային գործակցությունը եւ կավելեցնի էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները։ Եվրոպական մի շարք երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան եւ Նորվեգիան Դանիայի հրավերով որոշել են ռազմական ներգրավվածություն ունենալ Գրենլանդիայում կղզու պաշտպանության ամրապնդման նպատակով։ Նախաձեռնությանը մասնակցում են նաեւ Նիդերլանդներն ու Կանադան, հայտնում է Պոլիտիկոն։ Նորվեգիան կուղարկի 2 զինվորական, իսկ Ֆրանսիան եւ Շվեդիան հայտարարել են եվրոպական ռազմական առաքելության մասնակցելու մասին։ Դանիան ավելի վաղ հայտարարել էր Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ուժեղացման մասին, նշելով, որ կղզում եւ դրա շրջակայքում կավելանա ինքնաթիռների, նավերի եւ զինվորների թիվը, այդ թվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների մասնակցությամբ։